Պարոն Դանիելյան, Դանիել Հովհաննիսյանն էր հայտարարություն տարածել, նշելով, որ դաշնակների կազմակերպած ջահերով երթում նախընտրական խախտումներ են տեսնում եւ նյութեր են նախապատրաստում, ուսումնասիրություններ են անում, որպեսզի դիմեն կենտրոնական կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նախ դրա մասին։ Ջահերով երթը ինչ կապ ունի նախընտրական։ Դե մի այդ հարցը տվեք այդ անձնավորության, էլի։ Այսինքն ցեղասպանության զոհերի հիշատակը տարիներ շարունակ հարգվել է եւ դաշնակցության երիտասարդական թևը այդ միջոցառումը արդեն մոտ 20 տարուց ավել է կազմակերպում է։ Այդ ինչ կապ ունի դա։ Այդ ինչ հիմարություն է, էլի կներեք արտահայտության համար, դա ինչ կապ ունի նախընտրական կամ ընտրական process-ների հետ։ Այսինքն որևէ մի զուգահեռը ես չեմ տեսնում։ Տարիներ շարունակ այդ միջոցառումը արվել է։ Հիմա ինչ են ուզում ասեն, չէ, հիմա ինչ են ուզում ասեն, մենք ջահերով երթ պիտի չանցկացնենք, էդ էլ պիտի բանանի, փակվի, էդ էջնել են ուզում փակեն։ Ինչի մասն է խոսքը։ Մարազմա որևէ մի աղետ չունի այդ իրենց ասածը իրականության հետ, սա ոչ նախընտրական է, կրկնում եմ։ Եթե մարդիկ հիշողություն չունեն, իրենց հիշողությունը կարող են թարմացնել, համացանցում կա բոլոր անցնող տարիների ընթացքում դա կազմակերպվել է, պիտի կազմակերպվի անկախ նրանից ով է իշխանության եւ որևէ մի քայլ նսեմացնելու այդ շատ կարեւոր ոգեկոչման արարողությունը, դա ես համարում եմ լավ մեղմ ձևակերպեմ ոչ կոռեկտ, եթե ոչ միտում տեսնելու, որ այս ձևով փորձում են նաեւ նսեմացնել այդ շատ կարեւոր ակցիայի բովանդակությունը, միտքը, գաղափարը։ Եվ դատավորի որոշման մասին դատախազը պահանջեց, որպեսզի Սրբազանի կալանքը երկարաձգվի 3 ամսով, Կարեն Ֆարխոյանը դատավոր երկարաձգեց 2 ամսով։ Թերևս այս դատական նիստը նաև ուշագրավ է նրանով, որ պաշտպանները նույնիսկ չմիջնորդեցին էլ, որ խափանման միջոց փոխվի եւ այլն, նշելով, որ ակնկալիք էլ չունի։ Սրբազան հայրը բազմիցս ինձ այդ տեսակցությունների ժամանակ էլ, երբ որ ես տեսակցում եմ Սրբազանին, Սրբազանը բացառում է այլ ընտրանքային խափանման միջոց, մասնավորաբար տնային կալանքը։ Դա իր համար անընդունելի է։ Ինչը վերաբերում է կայացված որոշմանը, մեր հասարակության համար արդեն տևական ժամանակ, արդեն պարզայս դատական ֆարսի մասին, որոշումները չեն կայացվում այս դատարանում, անկաշկանդ չեն իմ կարծիքով, որովհետև բերված հիմքերը առայն որ օրինակ Սրբազանը վայելում է հեղինակություն։ Դա համարվում է մեղք, այսինքն այս երկրում հեղինակություն ունեցող անձինք պետք է իրենց խափանման միջոցը չփոխվի, ով որ հեղինակություն ունի պիտի հայտնվի քրեակատարողական հիմնարկում, հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Սա բոլորի սխարանն է։ Եվ իշխանությունները ամեն կերպ փորձում են Սրբազանին պահել բանտարկության մեջ, նախ իր առողջական վիճակը վատ թարացնելու, հստակ քայլեր են Սրբազանի առողջական վիճակը վատ թարացնելու։ Շատ որ չի խոսում Սրբազանը դրա մասին, շատ որ մեզ ամեն անգամ հորդորում է կոչ անում, որ այդ թեման չբերել լայն քննարկման առարկա, բայց ես ներողություն խնդրելով Սրբազանից պետք է ասեմ, որ գտնվելով քրեակատարողական հիմնարկում Սրբազանի առողջական վիճակը վատ թարանում է։ Դա պարզից էլ պարզ է։ Դուք չեք տեսնում այս դատական նիստերի ընթացքում Սրբազանի վիճակը։ Ինչա պետք է դրա մասին ասենք, աղաղակենք, խոսենք ամեն անգամ, կրկնում եմ, ինքը կատեգորիկ դեմ է, որ մենք դրա մասին խոսենք, ասենք։ Ինքը լուր այդ ամբողջ այդ զրկանքները, հալածանքները տանում է։ Բայց լավ էս ամեն ինչ էս ֆարսը, այս ամբողջ կեղծիքը բանը, ինչքան պետք է երկար շարունակվի։ Որևէ հիմնավորում չկա առայն, որ Սրբազանը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում։ Որն է դրա տրամաբանությունը մեղադրող կողմը։ Որևէ մի հոդաբաշխ բացատրություն այդ մասին չի բերում։ Չկա գետ մեկ նախադասություն, ինչի հիմնավոր կասկածում է։ Ինչով է խոչընդոտելու։ Արդեն իրենց այդ կեղծ նյութերը պատրաստված են,
կան, առկա են, այդ նախաքննական փուլը ավարտված է, այդ ամբողջը պատրաստ է, ինչին պիտի խոչընդոտի։ Ինչին պիտի խոչընդոտի։ Ասելով չի։ Այդ ասացի տակ պիտի հիմքը լինի, չէ։ Անպատասխանատու հայտարարություններ ով ասես կանի, բայց հիմքա դրա համար պետք։ Հիմք, փաստ, որն է փաստը, հիմքը որն է, չկա այդ ամեն ինչը։ Կա մեկ անձի դիկտատուրա, եւ այդ մեկ անձը որոշում է հայտնի իր խոսքը կա, դատավոր, որ իմ ասածը չանի, վնգստացող դատավորներ, դատարանի շրջափակում, SMS հաղորդագրություններով BDԽ-ի ղեկավարի ազատ արձակում, ԱԱԾ մեկուսարանները տանելու հայտնի իր խոսույթը, որը ազգային ժողովի բարձր ամբիոնից օգտագործեց սույն անձը, դրանով իսկ անարարկելի փաստեր են, որ այս մարդը ուղղորդում է իրավապահ համակարգին։ Դա պարզից էլ պարզ է։ Մենք մեր հասարակությունը արդեն հասել այն վիճակին, որ շատ լավ կարողանում է թացը չորից տարբերել։ Եթե ինչ-որ մեկի վրա իր նեղ խմբակի վրա ուզում է ազդեցություն գործի, այդ ուրիշ հարց է, դրիվ ուրիշ հարց է։ Բայց այն, որ չկան հիմքեր, բոլորը ամբողջը կեղծիք է եւ խափանման միջոցը, տեսեք, մեր շատ ընկերների խափանման միջոց փոխվել է, չէ՞։ Վարչական հսկողություն, այլ խափանման միջոց, որևէ մեկը մի հատ խախտում արել է, ոչ։ Ինչի պիտի սրբազանը լինի անազատության մեջ։ Ինչի պիտի Արտուր Սարգսյանը գտնվի տնային կալանքում։ Արտուր Սարգսյանի ընտրական իրավունքը խախտված է։ Ազգային ժողովի падգամավորը գտնվում է տնային կալանքում։ Եվ ազգային ժողովի падգամավոր եւ որպես ազգային ժողովի падգամավորի տեխնացու իր գործունեությունը խոչընդոտվում է։ Սա ի՞նչ է։ Սա նորմալ երևույթ է։ Իգոր Սարգսյանն էլ էլի падգամավորության տեխնացու Գերագույն մարմնի անդամ։ Հայ հեղափոխական դաշնակցության։ Այդ մարդկանց իրավունքները այս պահին կոպիտ ձևով ոտնահարվում է։ Եվ սա ուղղորդվում է իշխանության կողմից։ Ավելի քան պարզ է, օրինակ թմրամոլները, չգիտեմ, գողերը, ավազակները, այն մեկը, մյուսերը կարան տարբեր խափանման միջոցներ իրենց փոխվի, մարդասպաները, իրենց խափանման միջոցը փոխվի, սրբազանի ազգային ժողովի падգամավորի կամ կուսակցության բարձրագույն մարմնի ներկայացուցիչները մնան անազատության մեջ։ Որն է այստեղ արդարությունը։ Պարոն Դանիելյան, օրինակ պաշտպանները նկատեցին, որ միջև ընտրություններ բնականաբար սրբազանը պիտի մնար կալանքի տակ։ Դուք եւս նման միտում տեսնում եք։ Դե սա էլ է, չէ՞, փաստ է, որ սա կոնկրետ միջոցներ են, որ իրականացվում են իշխանությունների կողմից, սահմանափակելու մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանափակելու մարդկանց արտահայտվելու իրավունքը, կոչ անելու իրավունքը, պրոցեսներին մասնակցելու իրավունքը, այս ամբողջ ֆարսը հենց մի բանի համար է։ Մի մարդու, մի փոքրոքի մարդու վախերի արդյունքում, որը որ ձևավորվել է հանրային վստահության եւ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների վստահությունը դա ակնհայտ է եղել, չէ՞ որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ գնացել են սրբազան հոր հետևից։ Եվ այս մարդը հենց այդ վախերով պայմանավորված սահմանափակում է մարդկանց հնարավորությունները, մարդկանց օրինական ուրեմն պարտքը մասնակցել տարբեր պրոցեսներին կամ իրենց կարծիքը հայտնելու։ Իրենց թվում է թե եթե սրբազան հորը կամ այլ անձանց պահելով փակի տակ իրենք կարող են ճնշել կամ իրենց այդ գործադրած այդ ոչ օրինական մեթոդները կարող է ազդել մարդկանց կամքի, վճռականության, եռանդի, ուժի կամ հետնահանջ անեն, չարաչար սխալվում են։ Մեր ընկերները փորձությունների, զրկանքների միջով տարիներ շարունակ անցել են, պատրաստ են այդ փորձություններն էլ պատվով հաղթահարելու եւ կերտելու ազատ, անկախ եւ արժանապատիվ Հայաստան, որտեղ որ իշխանությունը հնարավորություն չի ունենու պղծելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այնինչ այդ մարդկանց արդեն նախընտրական ծրագրում կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու պղծության գաղափարն ու միտքը։ Ցեղասպանության զոհերի հիշատակը չհարգելու, նաև այս ամբողջ այս գործընթացը, որ կա, հակա եկեղեցական արշավ, հակա ցեղասպանական արշավ, որ ցեղասպանության դեմ հլա մի հատ ուզում են հարցնել մի հատ հլա ցուցակներով նայեն հլա տեսնեն այդ սրբազահսված նահատակները են թե նահատակներ չեն, ցեղասպանության զոհեր են թե զոհեր չեն, սահմանադրությունը փոփոխելու, անկախության հռչակագիրը չեղարկելու, ադրբեջանցիների 100 հազարավոր ադրբեջանցիների ստեղ բերելու, բնակեցնելու։
Էլ չեմ ասում միջանցքի, էլ չեմ ասում մեր սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերը հիմա մեր սուվերեն տարածքում են, էլ չեմ ասում որ խայտարակություն ու խարան է, որ եկեղեցիներ են ավիրվում հիմա Արցախում, Ստեփանակերտի կենտրոնում արդեն եկեղեցի են քանդում ավերում։ Ես էլ ազգային ժողովի ամբիոնից ասեցի, ցույց եմ տվել բոլոր այն նկարները, այն բոլոր այն մեր շիրիմները, բոլոր այն պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, որոնք ավիրվում են Ադրբեջանի կողմից։ Մի հատ ծրտուն հանելա իր կիրթ ու կառուցողական Ալիևին ասելա, այս ինչ ես անում։ Այս քեզ եկեղեցիներն ավիրում։ Իբր թե հավատացյալ Նիկոլ Փաշինյանը, կեղծ, հավատացյալ եւ կեղծ իր բանով, խմբով որ եկեղեցու դռներն էին ջարդում, մայրաթորի դռներն էին ջարդում։ Մի հատ ծպտուն հանելա, մի հատ ասելա, մի հատ միջազգային ամբիոններից, մի հատ հոդաբաց խոսքը լսել եք, այս ամենի վերաբերյալ։ Սա ամոթ չի։ Սա բոլորի ամոթն է, մասնավորաբար այն իշխանությունը, որ մատը մատին չի տալիս, որ անգամ պատմամշակութային կոթողներն ու արժեքները կարողանան պահել ու պահպանել։ Էլ ինչ խաղաղության մասին է խոսքը։ Խաղաղություն պատկերացնում է եկեղեցիներն ավիրելով, խաղաղությունը պատկերացնում է հռչակագիր չեղարկելով, խաղաղությունը պատկերացնում են սրբազաններին անազատության մեջ պահելով, ադրբեջանցիներին ստեղ բերելով, հերիք եղավ էլի։ Էլ ինչքան պետք է այս թեմաներից խոսենք, ասենք, անդադ խոսում ենք, ասում ենք, ու ցավոք սրտի մեր բոլոր վատ կանխատեսումները իրականանում են, ցավոք սրտի։ Եվ այսպես շարունակվելու դեպքում, ցավով եմ ասում, ադրբեջանցիների նպատակն է ինչ որ իրականացնել են Արցախում, նույնը իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Այս իշխանությունների վերարտադրման պարագայում ինչ եղավ Արցախի գլխին, նույնը տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության գլխին։ Սա ավելի քան պարզ է։ Եվ սրանք գնում են այդ ճանապարհով։ Այն այս ամբողջ այս ընթացքն որ կատարվում է այս դատարանում հենց դրա մասին է խոսում, որ փակել մարդկանց անազատության մեջ պահել, որպեսզի իրականացնել իրենց հրաշավոր ծրագրեր, բայց հայ ժողովուրդը թույլ չի տալու, ապա առաջիկայում ընտրություններ են եւ բոլորից պարտքն է, որ գնան եւ իրենց քվեով մերժեն այս ապիկար անհայրենիք իշխանություններին, որ չվերարտադրվեն, որ մեր հայրենիքի այս մի փոքր հատվածն էլ չսարքեն թուրքի բաժին։ Շնորհակալ եմ։